Փաստորաթերթը գրում է տարիներ շարունակ, իսկ վերջին տարիներին առավել ևս Ադրբեջանի կողմից իրականացվող արտաքին իմիջային քաղաքականությունը դարձել է պետական ռազմավարության կարևորագույն ուղղություններից մեկը։ Բաքուն հսկայական ֆինանսական եւ կազմակերպչական ռեսուրսներ է ներդնում միջազգային տեղեկատվական դաշտում այնպիսի կերպար ձևավորելու համար, թե իբր հանդիսանում է բազմամշակութային, հանդուրժողական եւ տարբեր կրոնների ու ժողովուրդների խաղաղ համակեցության օրինակ։ Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներում պարբերաբար հայտնվում են ռեպորտաժներ, որոնցում Ադրբեջանը ներկայացվում է որպես մի երկիր, որտեղ քրիստոնյաները, հրեաները եւ մահմեդականներն իբր ապրում են առանց խտրականության, իբր ազատորեն իրականացնում են իրենց կրոնական գործունեությունը եւ համարվում են հասարակության լիարժեք անդամներ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ այս շաբաթ նախատեսվում են քննարկումներ Արցախի հանրապետության նախագահի եւ ազգային ժողովի նախագահի ընտրությունների վերաբերյալ։ Քաղաքական շրջանակներում սպասվում է, որ առաջիկա հանդիպումների ընթացքում կհստակեցվի կշարունակեն արդյոք գործել Արցախի պետական ինստիտուտները, թե կընտրվի այլ ճանապարհ։ Հրապարակ օրաթերթը գրում է. Իշխող թիմում բուռն քննարկումներ են մշտական հանձնաժողովների նախագահների հարցով, չնայած գրեթե բոլորը գիտեն, թե ովքեր են ընտրվելու։ Ամենամեծ կոնկուրսը կարծես ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղի համար է։ Այս պաշտոնի համար առաջադրվել է նաեւ ԿՊԱ-կան պատգամավոր հանձնաժողովի նախկին նախագահ Հերիկ Նաստիգրանյանը, որը քաղաքացիական պայմանագրի ցուցակի 96-րդ հորիզոնականում է։ 64 պատգամավոր ունեցող ԿՊԸ-ում մանդատի հերթը կարող է նրան հասնել, եթե 30-ից 35 գործադիր տեղափոխվի, բայց պատճառը Փաշինյանի համակրանքն է։ Տիգրանյանի նկատմամբ ամեն չորեքշաբթի խորհրդարան այցելող Փաշինյանը մի քանի պատգամավորի հետ է որպես կանոն սրճում ազգային ժողովի սրճարանում, որոնց մեջ միշտ կա Տիգրանյանը։ Սակայն ինչ իմաստ ունի վարկանիշներ որոշել, ներթիմային ընտրություններ անել, եթե ցուցակի 96-րդ համարը պետք է զբաղեցնի ազգային ժողովի կարևոր պաշտոններից մեկը։ Հրապարակ օրաթերթը գրում է. Նոր գումարման խորհրդարանի Անդրանիկ նիստի ինտրիգներից մեկն էլ այն է, թե արդյոք ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը կհրավիրվի առաջին նիստին եւ իր հայրապետական օրհնանքը կհղի ազգընտիրներին, ինչպես եղել է նախորդ գումարումների խորհրդարաններում։ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի համաձայն առաջին նստաշրջանի բացման արդիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն հանրապետության նախագահն ու ամենայն հայոց կաթողիկոսը։ Մայրաթոռի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ մինչ այս պահը հրավեր չեն ստացել, պարզ է, որ չեն էլ ստանալու կարգառունքը պահպաններից մեկը կատակեց, թե ուզում է թող ինքնակամ գա եւ օրհնի նիստը։ Հրապարակը գրում է. Գագիկ Ծառուկյանի Մուլտիգրուպ կոնցեռնի մի շարք ընկերությունները կապարակնքելուց առաջ պարզվում է ՊԵԿ ստուգումներ է արել այլ ընկերություններում, օրինակ Orange Mall-ում, ընդ որում ոչ միայն բուն առևտրի կենտրոնում, այլև առանձին վաճառակետերում։ Աշխատակիցները մեզ հայտնեցին, որ 2 տասնյակից ավելի վաճառողներ են տուգանվել, յուրաքանչյուրը 600,000 դրամով։ Orange Mall-ի տնօրեն Ալիկ Նազարյանը հաստատեց տեղեկությունը, նշելով, որ ՊԵԿ-ը մտել է մոլ, ստուգումներ է իրականացրել, առգրավել է փաստաթղթեր համակարգիչների ինֆորմացիան կրիչներով։